Ընդհանուր process-ի տրամաբանության մեջ, այսինքն շարունակվում է Կովկասում պայքարը աշխարհաքաղաքական ազդեցության, աշխարհտնտեսական սխեմաների համար, հիմնականում լոգիստիկ սխեմաների համար, եւ այս դինամիկան իհարկե տևական ժամանակ է, որ մենք տեսնում ենք, այսինքն այստեղ որևէ նոր բան ըստ էության չկա։ Օվերչուկը գալիս է իր այն հայտարարությունից հետո, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի Եվրամիություն, թե Եվրասիական դեսական միություն։ Իմ գնահատմամբ Օվերչուկի այցի համատեքստում նույնիսկ ոչ այնքան այդ հանգամանքն է կարևոր, որովհետև ես կարծում եմ այդպիսի խնդիր Հայաստանի առաջ այս պահին չկա եւ թերևս չի էլ լինելու։ Օվերչուկի այցի համատեքստում կարևոր են իհարկե հենց լոգիստիկ սխեմաների հետ կապված հարցեր։ Մասնավորապես մենք տեսնում ենք, որ փորձարկվում է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ինչ որ ենթակառուցվածք աշխատեցնելու տարբերակը, հենց նույն Օվերչուկը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը խոստացել է, որ ռուսական երկաթուղիները կունենան հնարավորություն այդ սխեման իրականացնելու։ Մենք գիտենք, որ ռուսական երկաթուղիներն են նաև հավատարմագրային կառավարում իրականացնում Հայաստանում, եւ այստեղ Օվերչուկի այցի համատեքստում թերևս ավելի կարևոր են այս հարցերը, նաև Էրդողանի նախորդին արած հայտարարության առումով, երբ նշեց, որ խորհրդանշական քայլեր կլինեն հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ, այստեղ հավանականներից մեկը դիտվում է սահմանը երրորդ երկրների համար բացելու տարբերակը եւ չեմ բացառում, որ նույն այդ սխեման Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան ինչ որ հեռանկարում դիտարկվի նաեւ դեպի Թուրքիա շարունակելու սցենարով։